Վերադարձանք տաղավար, սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է Առավոտ լուսոն, իսկ մենք ուրախությամբ շարունակում ենք խոսել կարևոր նախագծերի ու նախաձեռնությունների մասին, որոնք իրականություն են դառնում եւ այսպես ՄԱՄ, Հայկական առցանց դպրոցը մեկնարկում է Սփյուռքի դպրոցների ղեկավարների ուսուցիչների համար նախատեսված 8-ամսյա վերապատրաստման ծրագիր, որը ստեղծված է հայկական կրթության որակի պահպանումը զարգացնելու համայնքներում։ Իսկ այսօրվա մեր հյուրերն են ՄԱՄ հայագիտական օնլայն դպրոցի օնլայն դպրոցի հիմնադիր Մարինա Ղազարյանը եւ ՄԱՄ հայագիտական օնլայն դպրոցի համահիմնադիր Այդա Գրիգորյանը։ Ասում ենք բարի լույս ձեզ։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար եւ մեր հեռուստադիտողներին նախ պատմենք, թե ինչպես եղավ գաղափարը ստեղծելու օնլայն դպրոց, որը կունենա ՄԱՄ անունը։ Շնորհակալ եմ, այդ հարցը միշտ բոլորին հետաքրքրում է եւ առաջինն է հնչում։ ՄԱՄ դպրոցը հիմնել ենք ես եւ քույրիկս, հետո մեզ միացել է Այդան։ Նշեմ, որ ես ու քույրս էլ մեծացել ենք Սփյուռքում եւ այնպես չէ, որ այս ծրագիրը այսպես ուղղակի է ծնվել, բնականաբար այն ծնվել է մեր կյանքից, մեր փորձից ելնելով։ ՄԱՄ-ը դա մի կենտրոն է, հարթակ է, օնլայն տիրույթ է, որտեղ ցանկացած մարդ աշխարհի տարբեր երկրներից, երեխա, մեծահասակ արդեն, նաև օտարերկրացիներ կարող են միանալ եւ սովորեն հայերեն, հայոց լեզու, պատմություն, գրականություն։ Մենք արդեն 5 տարի է, հեսա կլինի արդեն շուկայում ենք եւ այս տարիների ընթացքում մեզ բազում հարցումներ են եղել Սփյուռքից, դպրոցներից, ուսուցիչներից, ինչպես եք դուք աշխատում, ինչ մոտեցմամբ, ոնց եք կարողանում պահել, մոտիվացնել երեխաներին, ինչ գործիքակազմ եք օգտագործում եւ այլն։ Եվ ճիշտն ասած, այդ բոլոր հարցումների արդյունքում մենք եկանք մի մտքի, մի գաղափարի, որ մենք էլ պետք է մեր ներդրումն ունենանք Սփյուռքի զարգացմանը, ընդհանուր առհասարակ այսօր տրանսֆորմացնել կրթական համակարգը, համակարգել, ինչու՞ չէ, որովհետև շատ մեծ կարիք կա։ Եվ հետևաբար ծագեց այս միտքը, մենք փոքր վերապատրաստումների շարք մշտապես արել ենք, բայց այսպես լայնածավալ մեծ երկարատև չենք ունեցել, փորձ եւ որոշեցինք, որ անենք այդ վերապատրաստումների շարքը, բաժանեցինք 3 այսպես տարբեր ուղղություններին, ու տարբեր չեն, բայց իրենք հետաքրքիր ուղղություններ են, որը որ կհետաքրքրի Սփյուռքի ուսուցիչների, դա կրթություն, մշակույթ եւ համայնք։ Այսպես բաժանեցինք, ներգրավեցինք լավագույն մասնագետների, այսօր գործող, դրանք Հայաստանում գործող, այո, դրանք կրթության էքսպերտներ են, փորձագետներ են, պատմաբաններ են, եւ իրենց միավորեցինք այս հրաշալի հնարավորության շուրջ։ 8-ամսյա ծրագիր է, բարձրարձական վճար է, այս պահին գրանցված ունենք ավելի քան 180 մասնակից, երեկվա դրությամբ արդեն մոտենում ենք 40 երկրից։ Մեր տվյալները արդեն հին են, որովհետև 1 օր առաջվա է, այո, 1 օր առաջ 37 իրականում ամեն հերթական հանդիպումից եւ հետո թիվը գնալով ավելանում է։ Այո, հետաքրքիր է, որ հասել եք այդ թվին։ Դժվարությունները չեն առաջացել արդեն ոնց եք հասել այդ թվին, շատ հետաքրքիր է։ Ու եթե դժվարություններ կան արդյոք այդ դժվարությունները։ Դժվարություններ բոլոր նախագծերում կան, այսպես հարթ ոչ մի բան չի լինում, բնական է։ Երբ որ սկսում էինք, շատ էինք ուզում, որ գոնե մի 40 մասնակից ունենանք, որ այս ամբողջ լայնածավալ աշխատանքը ոնց որ հնարավորինս շատ մարդկանց հասանելի լինի, բայց իրականում հենց սկսեց արագ տարածվել եւ առաջին իսկ հանդիպումից միանում էին 80-ից ավելի ուսուցիչներ եւ դպրոցի տնօրեններ, ինչը շատ մեզ համար ուրախալի էր։ Խնդիրներ կան, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում ցավոք կապի խնդիր ունենք եւ այնտեղից ոչ միշտ են կարողանում միանալ մարդիկ։ Այդպիսի խնդիրներ են, տեխնիկական, այսպես, թե չէ ընդհանուր առմամբ շատ սահուն, հրաշալի անցնում են, բոլոր հանդիպումները ձայնագրվում են, մեկ անգամ եւս իրենց վերադիտելու հնարավորություն է տրվում, ամբողջ նյութերը փոխանցվում են, հավելյալ բոլոր նյութերը մեր փորձագետները, մասնագետները իրենց տրամադրում են, որպեսզի իրենց աշխատանքը տեղում, իրենց դպրոցներում, որ երկրում էլ որ իրենք դասավանդեն, լինի ժամանակակից, զինում ենք իրենց գործիքակազմով եւ շատ ենք ուզում, որ այն երեխաներում հետ իրենք աշխատում են, լինեն մոտիվացված եւ սիրեն Հայաստանը, դա շատ կարեւոր է մեզ համար։
Իրականում եթերից առաջ մենք բավականին երկար զրուցում էինք մամի այս տարիների անցած ճանապարհի մասին, բայց կարծես ծրագիրը մի փոքրիկ գաղտնիք ունի իր մեջ, որ այդքան արագ սիրվել է, ճանաչում եւ տարածում է գտել մեր օտար երկրներում ապրող եւ աշխատող սփյուռքի մեր հայրենակիցների մոտ։ Որն է այդ գաղտնիքը հիմա արդեն այս տվյալներն ունենալով կարող ենք նշել։ Կարծում եմ, այո, գաղտնիքը այն է, որ ի սկզբանե, երբ որոշեցինք ստեղծել դպրոցը, հասկացանք, որ այն մեթոդական հնարավորությունները, որոնք կիրառվում են այս պահին, շատ չեմ կարող ասել ժամանակավրեպ են, բայց համընթաց չեն քայլում ժամանակին։ 21-րդ դարի ու մանավանդ վերջին 10 տարվա ընթացքում, 10-15 տարվա ընթացքում տեխնոլոգիաները այնպես են զարգացել ու մեր կրտսեր սերունդը այնպիսի մի մեծ ուժով է զարգանում համընթաց այդ տեխնիկական զարգացմանը, որ իրենք ունեն բացարձակ այլ նախասիրություններ եւ հետաքրքրություններ, այսինքն իրենց համար ամեն ինչ պիտի լինի արագ, վիդեոներով, խաղային շատ գեյմիֆիկացված, երաժշտությամբ եւ այդ пассив գրքից սովորելու գործընթացը այլևս չունի ապագա, հենց դա հաշվի առնելով զուտ մեթոդաբանության վրա կենտրոնանալով ստեղծեցինք շատ այս դարի երեխաներին համապատասխան, ճիշտ է, տեղեկատվությունը, նյութերը, այն ամենն է, ինչ բնականաբար պիտի հրամցնենք։ Ուղղակի դա անում ենք այն եղանակներով, ինչ իրենք են սիրում, ինչ այս պահին իրենք օգտագործում են ու սովորեն, որը իրենց այդ պահին խորտ չի թվում, իրենք ուրախանում են, որ նույն իրենց գադջետները, այդ սարքեր, սարքավորումները օգտագործում են, բայց ի նպաստ լեզու սովորելու, Հայաստանի մասին տեղեկություն ստանալու, մշակույթի մասին, նույն տոնական օրերի եւ այլն ամեն ինչի մասին տեղեկատվությունը էլի ստանում են, այսինքն կրթությունը նույնն է, բան չի փոխվել կրթությանը, թեմայի մեջ փոխվել է ուղղակի մեթոդը, տրամադրման ձևը, որի արդյունքում շատ հետադարձ կապեր ունենք, անսահման շատ, անգամ մի քիչ ավելի մեծ տարիքի են, թինեյջերական տարիքի երեխաները, որոնք մի քիչ ավելի դժվար կառավարելի են, վերջերս հյուր ունեինք Միացյալ Նահանգներից, մայրը ասում է ես ապշած եմ, որովհետև իմ տղան ցանկացած գործ անում է բացառապես իմ պնդմամբ, ես եմ հետևում մամը միակ իրադասն է, որ առավոտյան շատ վաղ, որովհետև ժամային այնպես է, որ պիտի վաղ զարթնի, որ միանա դասին։ Մենք 24/7 աշխատում ենք, բայց ամեն դեպքում մեր երեկո ուշ ժամերը ասում առավոտյան ես երբևիցե իրեն չեմ արթնացրել, որ ինքը մամի դաս է, ապշած էր։ Այդ հետաքրքիր դասերի արդյունքում մենք տեխնոլոգիաներ ենք նայեք օգտագործում, սմարթբորդեր, շարժվող տեսախցիկ, դասարանական այդ դասերը շատ հետաքրքիր են։ Ինչը բերել է նրան, որ Սփյուռքում գիտեն արդեն, որ մամը կարողանում է խնդիր լուծել այնքանով, որ այդ տարիքի երեխաներին կարողանում է շատ հետաքրքիր ձևով բերել հայրենի դաշտ։ Ու այդ տեղեկատվությունը բնականաբար շատ արագ տարածվում է եւ ուսուցչական կազմում եւ ծնողական համայնքում։ Կարծում եմ դա է պատճառը, որ երբ որ մենք հայտարարեցինք վերապատրաստման սկիզբը, չնայած չէինք ակնկալում այդ կարգի հոսք, բայց արդեն ճանաչելիությունը բերեց նրան, որ շատ արագ ուղղակի հավաքվեց շատ մեծ թվով մասնակիցների եւ ցանկացողների համայնք ու մենք ոնց որ հասկացանք, որ շատ մարդու հետ ենք գործ ունենալու, չնայած չենք երբևէ տրտնջացել, մտածեցինք, որ եթե այնքան ավելանան, որ ստիպված լինենք 2 կեսով անել, կկիսենք խումբը եւ այդպես ամեն դեպքում չենք նահանջի, բոլորին անպայման կգրավենք, ներգրավենք։ Կարևորն էլ հենց դա է։ Իրականում նշեցիք, որ այս մեթոդները ստեղծված են հենց երեխաներին, նորագույն տեխնոլոգիաներին արդեն շատ ծանոթ եւ երբեմն նույնիսկ մեկ սերունդ տարբերությամբ էլ շատ ավելի վարժ են նրանք օգտագործում այդ տեխնոլոգիաները, ել չեմ խոսում մասնագետների մասին, որոնք մի քանի սերնդի տարբերություն ունեն։ Այս երկխոսությունը ինչպես է ստացվում նրանց մոտ, արդյոք ուսուցիչներն էլ են այդպես շատ արագ վերցնում այս մեթոդները եւ միանգամից կիրառում process-ում։ Դե հենց տեսեք, այս Սփյուռքի վերապատրաստման շարքը այդ միտումն ունի, զինել իրենց գործիքակազմով, ժամանակակից գործիքակազմով, նորարարական տեխնոլոգիաներով, բովանդակային եւ մեթոդական հատուկ մոտեցմամբ, որպեսզի իրենք կարողանան երեխաների հետ աշխատեն, որպեսզի այդ տարբերությունը սերունդների, այսպես մոդիկացնենք իրար, որովհետեւ ինչ է տեղի ունենում, մենք ունենք մեծ Սփյուռք,
իրենք բնականաբար Նյու Յորքում, Բոստոնում, Լոնդոնում, Փարիզում մեծացած երեխան եւ Հայաստանում ծնված երեխան իրար հետ նույն մոտեցմամբ սովորել չեն կարող, իրենք այլ միջավայրում են մեծանում եւ հետեւաբար մոտեցումներն էլ իրենց դասավանդման եւ լեզվի իմացության պետք է տարբեր բնականաբար լինեն եւ այստեղ իսկապես մենք ուզում ենք այդ տարբերությանը զուգընթաց նաև տալ իրենց համապատասխան մոտեցումներ, ինչպես աշխատել այդ երեխաների հետ հայկական գրքերով հայաստանյան դպրոցում կիրառվող դասագրքերով ցավոք մենք այնտեղ չենք ունենում այն արդյունքները, ինչը որ ուզում ենք ունենալ։ Իհարկե դա շատ լավ կլիներ, որ այդպես լիներ, բայց այդ իրականությունը այդպեսին չէ։ Իրենք չունեն հնարավորություն ամեն օր խոսել հայերեն, իրենք չունեն հնարավորություն ամեն օր ոնց որ սովորել հայերեն, հետեւաբար մենք ունենք 1 օր, եթե դա կիրակնօրյա դպրոցներ են, որովհետեւ իրենք պահենք Հայաստանին մոտիկ, հայրենիքին մոտիկ, հա, եւ այդ մի ժամը, 2 ժամը պետք է լինի այնպես, որ իսկապես երեխան ուզենա, սիրի, կապվածություն զգա։ Հետո արդեն ինչքան խորանա, ինչ բովանդակություն եւ ինչքան խորությամբ սովորի մեր երկրի մասին, դա արդեն ինքը կորոշի, որովհետեւ այսօր փառքաստող հնարավորությունները տեխնոլոգիաների թույլ են տալիս ամեն բան ստանալ եւ իմանալ, այո։ Այսպես։ Իսկ ինչ նորությունների սպասենք մամից։ 40 թիվը կարող է հասնել 100-ի։ Սիրում եմ այսպեսի երկար ստրատեգիկ հարցեր։ Մենք պլանավորում ենք համակարգել Սփյուռքի կրթական ամբողջ մեր ռեսուրսները եւ պլաններում ունենք ունենալ ընդհանուր հարթակ, որտեղ կքարտեզագրենք այն ամենը, ինչ մենք ունենք, որ դպրոցներ, ուսուցիչներ, երեխաներ, համայնքներ, ասոցիացիաներ ուսումնական, այսինքն մեծ հարթակ լինի, որտեղ բոլորը կարող են ունենալ ընդհանուր տիրույթ ուսումնասիրելու մեր լեզուն, որտեղ պատրաստի նյութեր կլինեն շատ տարբեր, որտեղ որ կարող են ուսուցիչները օգտվել այդ նյութերից, վերապատրաստումների շարքեր լինեն, փորձի փոխանակումներ կազմակերպենք, այսինքն մեծ ամբիցիոզ ծրագիր ունենք համակարգելու Սփյուռքի կրթությունը եւ արդիականացնելու այն, միշտ արդի պահելու եւ իրենց կապելու Հայաստանի հետ, որովհետև իրենք այդ կապի կարիքը շատ ունեն։ Իրենք շատ ինքնակազմակերպող են, իրենք հրաշալի աշխատում են տեղերում, բայց ունեն կարիք անընդհատ Հայաստանից ստանալու։ Իսկ մամա առաջիկայում կդառնա նաև ֆիզիկական կամուրջ Սփյուռքից Հայաստան երեխաներին բերելու եւ տեղում ամեն ինչ ցույց տալու ու բացահայտելու։ Մենք այդ պլաններն էլ ունենք, այո, որովհետև շատ կարևոր է սովորեցնել եւ նաեւ տեղում երկրին ծանոթացնել իրենց այստեղ այդ փորձառությունը, հա, ճանաչելու Հայաստանը տեղում մեր երեխաների հետ շփվելու, այո, դա ամենալավ հնարավորությունն է Հայաստանում։ Դե պետք է լավ սովորեն հիմա մամի շնորհիվ հայերեն, որպեսզի գան տուն, իրենց հայրենիք եւ խոսեն իրենց մայրենի լեզվով։ Իրականում շնորհակալ ենք այս մեծ աշխատանքի համար, որ դուք կատարում եք։ Հուսանք դեռ խնդիրը չի հասնի 2 փուլի բաժանելուն, բայց պատրաստ ենք։ Արդեն թիմը նշեց պատրաստ են։ Շնորհակալ ենք այդ աշխատանքի համար եւ հուսանք բոլոր ձեր գաղափարները մի բան էլ ավելին կդառնան իրականություն։ Ենք շնորհակալ։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարժվենք առաջ ելի հեռուստադիտողներ եւ լսենք երաժշտություն, լավ երաժշտություն լսենք ու վերադառնանք։